Մանկավարժականի նվագախումբը դիմավորում է բու հյուր եկած Եվրամիության դեսպանին։ Վասիլիս Մարագոսը համալսարան է այցելել երիտասարդներին ներկայացնելու Երևան-Բրյուսել համագործակցության ներկայորակարգն ու առաջիկա ծրագրերը։ Ուրախ են, որ բարձրաստիճան դիվանագետը հանդիպման համար իրենց սաներին է ընտրել, հայտարարեց ռեկտորի պաշտոնակատարը։ Տեղեկացրեց, ապագա մանկավարժները ծանոթ են եվրոպական կրթական ծրագրերին, օգտվում են Erasmus+-ի ընձեռած միջազգային շարժունության հնարավորություններից։ Նման ծրագրերը մեծ հնարավորություն են տալիս ոչ միայն հաղորդակից լինելու եվրոպական լավագույն բուհերի առաջադեմ փորձին, այլև Հայաստան բերելու կրթական նոր մշակույթ, հանուն նորարար տեսլականի իրագործման, որոնց հեղինակներն ու շահառուները հենց իրենք մեր ուսանողներն են։ Ապագա մանկավարժներն ամենուր նաև այստեղ կարևոր դեր ունեն նոր սերնդի մտածողության ու մարդու իրավունքների վրա հիմնված արժեքների ձևավորման հարցում, դահլիճին հիշեցրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, խոսեց մեր երկրի համար նշանակալի առաջիկա միջոցառման մասին։ Առաջին անգամ այստեղ Երևանում Հայաստան Եվրամիություն մեծ գագաթնաժողով ենք անցկացնելու։ Նախատեսված է մայիսի սկզբին։ Շատերը հարցնում են, իսկ ինչով է այն բացառիկ։ Ասեմ, որ աշխարհի քիչ պետություններն են նման պատվի արժանանում։ Նախորդը եղել է Հնդկաստանում։ Ուսացույց է տալիս, թե ինչքան ենք մենք արժևորում ձեր երկիրը, ժողովրդին, լեզուն, պատմությունը։ Հանդիպման շարունակությունը վարելն իր ձեռքը վերցրեց Եվրոպայի երիտասարդ դեսպաններ ծրագրին միացած Սոֆյան, անցան հարց-պատասխան ֆորմատին դիվանագետ հյուրից հետաքրքրվելով, ուսանողական տարիների իր գլխավոր ձեռքբերումից մինչև Եվրամիության Հայաստանում իրականացվող ծրագրեր։ Դրանց թվարկումը երկար տևեց։ Տարածաշրջանի խաղաղության, կայունության ապահովման նպատակով դիտորդական առաքելություն է իրականացվում, աջակցում են երկրի դիմակայության բարձրացմանը, նշանակալի ներդրում ունեն քաղաքական կապիտալի մեջ, ֆինանսներ են հատկացրել փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը եւ իհարկե վիզաների ազատականացման գործընթաց սկսել։ Ուզում եմ իմանաք, որ Եվրամիությունն այժմ վիզաների ազատականացման բանակցություններ ունի միայն Հայաստանի հետ։ Աշխարհի որևէ այլ երկրի հետ նման քննարկում ներկա պահին չունենք։ Դեռ չեմ կարող ժամկետ նշել, բայց վստահ եմ շուտով տեսնելու ենք ազատ վիզայի ռեժիմի կիրառումը։ Վասիլիս Մարագոսի հորդորը ուղղված երիտասարդներին հետևյալն էր. ճանաչեք ինքներդ ձեզ, եղեք խիզախ, հաղթահարեք հավակնությունների ճանապարհին հանդիպող խոչընդոտներն ու գնացեք երազանքների հետևից։ Հերմինե Բաղդասարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։